Արդեն 100 տարի եւ 101 տարի այս կաթսան մեր տանն է։ Մեկ դարից ավելի է, թորներն աչքի լույսի պես են պահում եղեռնի արհավիրքներով անցած եւ իրենց տատի փրկության գրավական այս կաթսան։ Զարուհի Վարդանյանի հայրը Մանուկ Վարդանյանը 100 տարի առաջ մեջքին ամրացված հենց այս կաթսայի մեջ թաքցրած է թուրք բարբարոսներից փրկել մանկահասակ դստերը։ Այս կաթսայի մեջ դրել է իր 5 տարեկան աղջկան, այսպես թել է կապել ու գցել է այս կանթերից իր ուսին ու իր աղջկան բերել է հասցրել է Էջմիածին։ Վարդանյանների ընտանիքն ապրում էր Վանի նահանգի Պախվանց գյուղում, երբ Օսմանյան կառավարությունը ձեռնարկեց հայերի զանգվածային կոտորածները։ Թողնելով ծննդավայրը, հաղթահարելով արյունով ներկված բանդումագետը եւ անցնելով երկար ու դժվարին ճանապարհ, 5-ամյա աղջնակն ու իր ընտանիքը հասան Էջմիածին։ Զարուհի Վարդանյանի անվանակից թորնուհին զարմանքով ու հուզմունքով է խոսում օրեր ու ամիսներ տևած գաղթի ճանապարհին հանդիպած այն դժվարությունների մասին, որոնք լսել է հենց տատից։ Պատկերացրեք 5 տարեկան երեխան այս փոքր կաթսայի մեջ ինչպես իր դժվարություններով կգա կհասնի ու ամբողջ ճանապարհին սուս մնա, ձայն չհանես եւ ոնց է հասկացել այդ 5 տարեկան երեխան, որ պիտի ինքը ջուր չուզի, հաց չուզի։ Փրկության այս կաթսան այդքանով չի դադարում պիտանի լինել։ Պետրոսյանների խոհանոցում այն իր առանձնահատուկ տեղն է գրավում։ Մինչև օրս էլ այն գործածում են կենցաղում, մեջը սուջուխ են պատրաստում, ցոր են խաշում։ Մեծ խնամքով ու զգուշությամբ էր վերաբերվում այս կաթսային, հիշում է վերապրածի թորնուհին։ Ոչ մեկին չէր վստահում։ Գործն ավարտելուց հետո անձամբ էր լվանում, կտորի մեջ փաթաթում ու պահում սուրբ մասոնքի պես։ Տարին մի անգամ տանում էր կլայեք տալու, չգիտեմ, արծնապատելու, ամեն անգամ թարմացնում էր իր հիշողությունը այս կաթսան իր համար ոնց որ իր երեխան, այսպես ասած իր փրկիչը։ Թորնուհու հուշերում շարունակում է վարմնալ տատի կերպարը, բարի, հյուրասեր ու հայրենասեր։ Մինչև վերջ էլ չհամակերպվեց այն փաստի հետ, որ անձնագրում ծննդավայրը նշված էր Թուրքիա։ Ասում էր, Արևմտյան Հայաստանը Թուրքինը չէ։ Մտաբերում է Զարուհի Պետրոսյանը հուզմունքով նշելով։ Հաճախ էր հիշում Վանը, Աղթամարի վանքը, որտեղ մկրտվել էր, իսկ Մասիսարից աչքը չէր հեռացնում։ Մասիսարին, որ նայում էր, միշտ մեծ Մասիսի Արարատի այս կողմին էր նայում, ասում էր մեր ճանապարհը այդպես է եղել։ Ու աչքից արցունքը անպակաս էր, որովհետև այդ ճանապարհով է եկել, հասել Էջմիածին։ Պղնձե կաթսան 100 տարին բոլորած միակ հիշողությունը չէ։ Չափերով անհամեմատ փոքր մեկ այլ կաթսա, ճաշամանն ու հայրական տան այգու ընկուզենուց պատրաստած խմորի այս տաշտը նույնպես թորները տատից են ժառանգություն ստացել։ Այս անցքից թելը կապել են, գցել են այդ սալի ետևից, որ քաշ-քաշ բերել են, հասցրել են Էջմիածին։ Այս ճարքերը տատիս մահից հետո են առաջացել, որովհետև երևի մենք իր նման չգիտենք արժեքը, ինչքան որ ինքը գիտեր այս տաշտի արժեքը։ Հայերենի ուսուցչուհու ձեռքին նոր կտակարանն է, տատի մակագրությամբ, որպես թանկագին հուշ այն նույնպես իր կարևոր տեղն ունի այս ընտանիքում։ Սուրբ գիրք լինելուց բացի այն իր մեջ ամփոփում է նաև ժամանակի իրողություններով պայմանավորված դպրոցական նստարանին անծանոթ, սակայն ինքնուրույն գրել կարդալ սովորած տատի ձեռագիրը։ Ինքը իր անունը գրում էր Զարով ու փոքրատառով ու վատ էլ չէր զգում, որ ինքը գրել է փոքրատառով։ Տեսեք, եղբորս անունն է, ինքը էլի փոքրատառով է գրել։ Այսինքն ինքը չգիտեր մեծ ատառը որն է, փոքրատառը որն է, ուղղակի գիտեր տառերը մենակ։ Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար է անցել։ Ցավերի ու կորստի տարիներին փոխարինել են մաքարման գնով ձեռք բերված հաղթանակների ժամանակները, սակայն փրկված ու պահպանված մասունքները, հասարակ կենցաղային իրերը շարունակում են պատմել ու հիշեցնել դարասկզբին տեղի ունեցած արյունալի իրողություններն ու եղերն ապրած ժողովրդի ցավը, ապրելու կամքն ու արարելու համառությունը։ Լիլիթ Մարտիրոսյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։